Ողջույն, հարգելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, պայմանավորված վերջին պահի զարգացումներով եւ հաշվի առնելով փաստը, որ Իրանի դեմ պատերազմը արդեն իսկ սանձազերծվել է եւ վարքյան առ վարքյան իրադարձությունները այնպես են զարգանում, որ կարող է ցանկացած պահի ռիսկերի, անվտանգային ռիսկերի մեծ խմբականակը հասնի Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին հարկ եմ համարել էքսկլյուզիվ այսպես եթերով ներկայացնել այն ամբողջ խճանկարը ինչ որ տեղի ունենում, քանի որ մեր երկրում կարծես գոյություն չունի իշխանություն եւ գոյություն չունի իշխանություն վերջին մի քանի տարվա ընթացքում հատկապես այս պայմաններում երբ օրհասական խնդիր է առաջացել ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչը կարող է խաթարվել ցանկացած պայմանավորված ռեգիոնում հետսետե թափ հավաքող այս մեծ պատերազմով հարկ համարեցի որոշ տեղեկություններով եւ վերլուծությամբ կիսվել մեր հայրենակիցների հետ, հույս ունենալով, որ նվազագույնը զգոնության եւ զգաստության մակարդակը մենք կկարողանանք բարձրացնել անկախ փաստից մենք ապրում ենք մի պետությունում, որի իշխանությունը մտածում է իր քաղաքացիների անվտանգության մասին, թե պարզապես լծված է այս կամ այն փողոցի զրուցարանում կամ բեսեդկայում նարդի խաղալով կամ կարկանդակներ, պերաշկիներ ուտելով 32 ատամները ցույց տալով կարծես հոգ չէ իր համար, թե տարածաշրջանային մասշտաբի պատերազմ է ծավալվում կամ ոչ։ Նախ ուզում եմ 3 կարևոր խնդրի անդրադառնալ եւ կփորձեմ այս իմ ուղիղ եթերը 40-45 րոպեի սահմաններում սահմանափակել կամ կես ակադեմիական ժամի սահմաններում կվելուծեմ վիճակը կխոսեմ նաև այն ամենի մասին, ինչ վերջին 5 տարվա ընթացքում անընդհատ զգուշացում ենք, անընդհատ խոսում ենք, ինչ սցենարներ են հավանական, պատերազմը կլինի երկարատև թե ոչ, պատերազմը կունենա դրական ավարտ կամ ընդհանրապես ինչ ավարտ կունենա, թե կմտնենք մենք մի հորձանուտ, որից ելքը կլինի պարզապես երազային։ Խոսենք ամերիկյան, իսրայելական, իրանական օրակարգերի մասին, մեծ մերձավոր արևելքում տեղ ունեցող փոփոխությունների մասին եւ այս ամեն ինչի համատեքստում մեր տեղի, դերի, նշանակության եւ մեր անելիքների մասին ամենակարևորը։ Միանգամից ասեմ, որ ես քաղաքագիտական առումով 4 սցենար եմ կանխատեսում, որոնցից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի տեղի ունենալ։ Դա Իրանի ներսում զուգակցվելու է, հա, կամ զուգորդվելու Իրանի ներսում ներքին անկայունության ստեղծմամբ պարտադիր տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամերի ստեղծմամբ եւ ամենավտանգավորը մարդկանց կյանքին սպառնացող վտանգների չեզոքացման նողված քայլերի բացակայությամբ, որովհետեւ խնդիրը դուրս է արդեն կարծես տեղային կետային պատերազմի կամ պատերազմական գործողությունների կամ թիրախների ոչնչացումից եւ խնդիրն ունի ավելի շատ ռեգիոնալ մասշտաբի վերածվելու պոտենցիալ, քան սահմանափակում 1-2 այսպես հարվածներով։ Սիրիական սցենարն է, որը նշանակում է, որ Իրանին պիտի ներքաշեն փուլ առ փուլ կամաց կամ հետսադամյան Իրաքի սցենարն է մասնատման եւ պիտի տանեն այդ պետության ֆեդերալիզացիայի քրդական շրջաններից սկսած Բալուչեստանի շրջան, Խուզեստանի շրջան, այսինքն դիմադրության օջախները միաժամանակ այս ունիտար պետության, այս միասնական պետության մի քանի կետերում միաժամանակ ակտիվացնելու սցենարն է, որը ամերիկյան ուղեղային տարբեր կենտրոնների վերլուծություններում քննարկվում է վերջին մի քանի տարվա ընթացքում։ Հատկապես 2021 թվականի հունվարի 3-ին նշանավոր գեներալ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար վաղամեռիկ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո ամերիկյան think tank-երի կամ ուղեղային կենտրոնների հնարավոր տարբերակների մեջ
միշտ եղել է այդ տարբերակը, որ պետք է գնալ Իրանի ֆեդերալիզացիային, այսինքն դա նշանակում է անկառավարելի քաոս ժամանակավոր, որի վերջնական արդյունքը պիտի լինի տարբեր ֆեդերալ հիմունքներով միավորների ստեղծում, որոնք մեծ հաշվով լրջագույն անվտանգային հակասություններ ունեն կենտրոնի Թեհրանի հետ, սա առաջին սցենարը։ Երկրորդ վատագույն սցենարը, որը մեզ որպես Հայաստան եւ տարածաշրջան առհասարակ շատ չկառավարվող ռիսկերը պարունակում, դա լիբիական սցենարի կրկնությունն է, երբ Իրանի ներսում տեղի ունենում 2-3 գլխավոր թևերի միջև պատերազմ եւ յուրաքանչյուր թև ունենում է իր արտաքին հովանավորին եւ այս պրոտեժեների արկայության պայմաններում մարդիկ հնարավորություն չեն ունենում պարզապես հասկանալ երկիրը ինչ հեռանկար ունի կամ ինչ ուղղությամբ է գնում։ Դա հանգեցնելու բնականաբար թե առաջին թե երկրորդի դեպքում էլ թե իրաքա-սիրիական կամ լիբիական սցենարի դեպքում խոսքը գնում է քաղաքացիական բախումների եւ աստված ներեցե քաղաքացիական պատերազմի մասին, սա երկրորդ սցենար, որի փակագծերը մի փոքր կբացեմ քիչ անց։ Երրորդ սցենարը տարածաշրջանային լայն պատերազմն է, որի ազդանշանները մենք այս պահի դրությամբ տեսնում ենք, արդեն սոցիալական որոշ երկրներում, մասնավորապես Իրանի հետ ծովային սահմաններ ունեցող անմիջական իրենց քթի տակ գտնվող երկրները, խոսքը վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Կաթար, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, այդտեղ գոյություն ունեցող ամերիկյան ռազմաբազաների ակտիվ թիրախավորումը, ակտիվ ռմբակոծությունը։ Արդեն Կաթարում ամերիկյան ավիաբազայի նկատմամբ հրթիռներ արձակվել են, դեռ չեմ խոսում, որ վերջին մեկ ժամվա ընթացքում Իրանը ինտենսիվորեն իր հրթիռային արսենալը բաց է թողել, ընդ որում այն հրթիռային արսենալը, որի մասին շատ խոսվում էր, բայց նաև չդարձավ հանրության լայն շերտերի կամ մեդիա դաշտի համար քննարկման առարկա վերջին Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո, եւ այդ ժամանակ ես բազմիցս եմ զգուշացրել եւ վերլուծել եւ ներկայացրել, թե Իրանի հրթիռային թարմացված, արդիականացված համալիրը, որը հնարավորություն ունի ընդհուպ մինչև 3000 կիլոմետր խորությամբ հասնել այլ, այսպես ասեմ, տարածաշրջաններ, իրենք արդեն գործի են դրել եւ բացի անօդաչու թռչող սարքերը, բացի հրթիռային համակարգի այն կարևոր ատրիբուտները, որ իրենք ցույց տվեցին վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում, դրա թարմացված արդիականացված տարբերակները հիմա արդեն օգտագործում են։ Եվ ասել, որ Միացյալ Նահանգները կամ Իսրայելը պատրաստ չէր կամ չգիտեր այս ամենը, իհարկե սխալ կլինի, որովհետև իրենք շատ լավ հետևում էին, ուսումնասիրում էին եւ տեսնում էին, որ Իրանը ոչ մի բարոյահոգեբանական, ոչ մի մեդիա քարոզության կամ մեդիա տերորի զոհ չի դառնում, հակառակը շատ սառնասրտորեն հայտարարում էին ընթացող բանակցություններին զուգահեռ, ամերիկյան կողմից Ժնևում ընթացող բանակցությունների զուգահեռ շատ սառնասրտորեն հայտարարում էին, որ մենք պատրաստ ենք, եթե մեր պետության ինքնիշխանությանը սպառնացող խնդիրներ առաջանան կամ հարվածներ հասնեն, մենք պատրաստ ենք պատասխանել։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նման պետությունների, այսինքն ռազմական տեխնիկայի առումով գերհագեցած, գերզինված պետությունների հարձակմանը Իրանի պատասխանը հաջորդեց ընդամենը 2 ժամվա ընթացքում, ինչը խոսում է երկու կարևոր բանի մասին. Իրանը որպես ինստիտուցիոնալ հզոր հիշողություն ունեցող պետություն եւ պետականության մի քանի հազարամյա ավանդույթներ ունեցող միջազգային իրավունքի սուբյեկտ լրջորեն դասեր էր քաղել 12-օրյա պատերազմից 2020 թվականի հունիսին եւ երկու կարևոր քայլ էր իրականացրել առաջին հերթին հետախուզության եւ հակահետախուզության համակարգերը լեգոյի նման այսպես քանդել էր եւ զրոյից հավաքել, որովհետեւ Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, ինչպես նաեւ Բրիտանիային հաջողվել էր խոցելի դարձնել այդ համակարգերը, թե կիբերանվտանգության առումով, թե ներսում ցանցերը ստեղծելու առումով, հենց Իրանի ներսում եւ
ոչ միայն ժողովրդական մակարդակով, այսպես ասած, բուն պետական համակարգում պետության որոշումների ընդունման գլխավոր կենտրոնների ներսում հենց այդ հետախուզական կամ լրտեսական ցանցերը ստեղծելով, ինչը Իրանին շատ մեծ վնասներ պատճառեց վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում, ուստի եւ Իրան շատ մեծ դասեր քաղեց այս ամենից եւ վերակառուցեց համակարգը, վերազինվեց նորից։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը, որի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել, եւ միջազգային մեդիա, հակաիրանյան մեդիայի քաղաքականության պայմաններում, իսկ գիտեք, համաշխարհային մեդիայի գլուխգործոցները կամ գլխավոր դերակատարները հրեական կամ իսրայելական լոբիի կողմից հովանավորվող, ֆինանսավորվող եւ իրենց գաղափարական վարդապետությամբ առաջնորդվող մեդիաներն են, որոնք անցած 6-7-8 ամսվա ընթացքում փորձեցին ստեղծել այն տպավորությունը ամբողջ աշխարհում, որ Իրանը պատրաստ չէ, Իրանը կարող է վայրկյանների ընթացքում ծնկի գալ եւ չկարողանալ դիմադրել, որովհետեւ դիմադրության օջախները ամբողջությամբ վերացված են։ Սա գլխավոր մեսիջներ, որը փորձեցին ամբողջ աշխարհին ցույց տալ։ Իրանը ապացուցեց հակառակը, Իրանը ցույց տվեց, որ ռազմավարական գործակցության պիտի խնդրեմ ուշադրություն դարձնել, ես չեմ գործածում դաշնակցային բառը, որովհետեւ միջազգային հարաբերությունների արդի փուլում եւ նոր աշխարհակարգի տրանսֆորմացիայի, ընդհանրապես հինից նորի տրանսֆորմացիայի փուլում փոփոխության պայմաններում դաշնակցային հարաբերությունները դարձել են շատ հեղեղուկ եւ նմանատիպ ձևակերպումներով պետությունների միջև հարաբերությունները բնութագրելը, բնորոշելը կարծում եմ թերի է եւ քաղաքագիտորեն ոչ դիպուկ։ Այսուհանդերձ Իրանը զերծ մնալով այդ եզրաբանական խոճուճ կամ իրար խառնված վիճակներից ինքը գնում է ռազմավարական գործակցության եւ ռազմավարական գործակցության երկու կարևոր ակտ կարողացավ ձեռք բերել այս վերջին մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Այսինքն դրական բազմաբևեռության գնացող աշխարհում, թեև այդ դրականն էլ է շատ հարաբերական, այսինքն միաբևեռ աշխարհի Միացյալ Նահանգների ուժին ներկայությունը հակակշռող մեկ այլ կամ երկու այլ նվազագույն ուժերի ձևավորման ընթացքում Իրանը փորձեց Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ գնալ ռազմավարական խորքային գործակցության, ինչի վկայությունը անցած 1.5-2 ամսվա ընթացքում թե Ռուսաստանից հակաօդային պաշտպանության գերհզոր ժամանակակից համակարգերի տրամադրումը ամենայն դեպս ինֆորմացիոն դաշտում այդպիսի տեղեկություններ պատտվում էին եւ երկրորդը Չինաստանի նման տեխնիկապես գերհագեցած գերհզոր պետության ռազմական արսենալից մի փոքր հատված նաեւ հասցնելն է, խոսքի հիմնականում նավատորմային եւ ծով հակաօդ ծով օդ հրթիռներն է վերաբերվում եւ գերձայնային, այսպես 5 մախ եւ ավելի կործանիչների ձեռքբերմանն է վերաբերվում, սա ասում այն ամենը, ինչ որ շրջանառվում էր որոշ մեդիա հարթակներում, լուրջ մեդիա հարթակներում եւ պարսկական կամ իրանական ուղեղային կենտրոնների, հետազոտական կենտրոնների վերլուծություններում։ Այս ամբողջը բերելով հանդերձ Միացյալ Նահանգները չէր տեսնում կամ իսրայելական արբանյակները չէին տեսնում այս ամբողջը, իհարկե տեսնում էին, իհարկե գիտեին, իհարկե հաշվարկում էին եւ իրենց հաշվարկները վերափոխման ենթարկում կամ վերատեսության ենթարկում բնական է, բայց որ Միացյալ Նահանգների ներսում եւ Իսրայելի ներսում պահը հասունացել էր գնալու արտաքին նման քայլի եւ նման միջամտության միարժեք կարող եմ հստակ ասել, որ այդպես է, ինչու, որովհետեւ սեպտեմբերին, այս տարվա սեպտեմբերին Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանի ընտրություններ եւ այդ ընտրություններում Նեթանյահուի դիրքերը, հատկապես Իրանի դեմ պատերազմում ոչ ցանկալի հաջողությունները արձանագրելու պայմաններում Նեթանյահուի դիրքերը հետսեթե ավելի թուլացան, գումարած այս ամենին Գազայում տեղի ունեցող պատերազմը ոչ իսրայելական կամ 100%-անոց հաջողության հասնելու խնդիրը կար, ինչը բնականաբար ազդեց շատ բացասաբար ազդեց Նեթանյահուի
կոալիցիոն դիրքերի եւ ընդհանրապես իսրայելական հասարակությունում իր հեղինակության եւ վարկի վրա, սա առաջինը։ Ուստի եւ Իսրայելին անհրաժեշտ է այս ընտրություններին ընթառաջ գնալ արտաքին հաղթանակով վերադառնալ տուն, հա, եւ ցույց տալ, որ այսուհանդերձ իրենք կարողացան այսպես կոչված չարիքի առանցքը ապամոնտաժել վերջին մի քանի տարվա ընթացքում, որի վերջին կանգառը հենց պաշտոնական Թեհրանն է, որտեղ էլ ըստ իսրայելական նարատիվի եմ ասում, գտնվում է չարիքի գլուխը, խոսքը վերաբերվում է այաթոլլահին, խոսքը վերաբերվում է Իրանի կրոնական ռեժիմին եւ իրենց նպատակն է այդ ռեժիմի տապալումը։ Սա Իսրայելի առումով, ինչ ունի Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգներում վերջին 2-3 ամսվա ընթացքում բավական հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան, գլխավորապես Էփշտեյնի դոսիեները, Էփշտեյնի кейսը առհասարակ, որը ամենածանր հարվածն է հասցրել հանրապետականների ադմինիստրացիային հենց Միացյալ Նահանգներում, ներսում, իսկ Միացյալ Նահանգները այս տարվա նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին է եւ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան խնդիր ունի կոնգրեսում վերատիրանալ կամ հաստատել հանրապետականների մեծամասնությունը, ինչին բնականաբար ինչի դեմ աշխատում են հենց դեմոկրատները եւ խնդիր կան նույնպես, այսպես ասեմ, խաղաղության անվան տակ հաղթանակ կորզել բերել եւ Միացյալ Նահանգների հասարակության եւ համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ Ամերիկան հուսալի գործընկեր է եւ Ամերիկան իր դաշնակիցներին այսպես չի թողնում։ Նկատեցիք ինչ բառ գործածեցի, խաղաղություն, մի պահ կանգ առնենք եւ տեսնենք, թե խաղաղություն եզրույթի ներքո կամ այս հովանոցի ներքո վերջին 1 տարվա ընթացքում ինչպիսի իրադարձություններ են տեղի ունեցել։ Խաղաղության միջազգային համաժողովներ, Դավոսից սկսած մինչև Մյունխեն, ամենուրեք Միացյալ Նահանգների էմիսարները, պատվիրակները, դիվանագետները խոսում են խաղաղություն հաստատելու մասին։ Խաղաղության կոնֆերանսներ, խաղաղության Նոբելյան մրցանակներ, Կոլումբիայի ընդդիմադիր գլխավոր գործչի խաղաղության մրցանակի նվիրաբերում, հա, այսպես սիմվոլիկ Դոնալդ Թրամփին, որպեսի ցույց տան աշխարհին, որ տեսեք ամերիկան խաղաղություն է բերում։ Իսկ այն ինչ տեղի ունենում իրական խաղաղության անվանտակ, խաղաղության հաստատման անվանտակ Իրանի հետ ընթացող բանակցություններ։ Այնինչ իրականում մենք տեսնում ենք, որ խաղաղություն եզրույթի ներքո տեղի ունենում պատերազմ, ընդ որում չարթարացված պատերազմ, միջազգային իրավունքի բոլոր նորմերին եւ դրույթներին հակասող գործողություն, պետության ինքնիշխանությունը ոտնահարող, օրը ցերեկով ինքնիշխանությունը ոտնահարող ակտ, ինչ է թե պիտի Իսրայելը չունենա իր հարևանությամբ այնպիսի պետություն, որը, այսպես ասենք, գոյաբանական սպառնալիք է իր կրոնաքաղաքական դրվածքով։ Հիմա այս ամբողջը ինչու եմ նշում, որովհետև խաղաղություն անվան տակ Հայաստանում գործող իշխանությունը, դեֆակտո իշխանությունը Հայաստանի անընդհատ կարճած է այդ բառից, թե խաղաղություն ենք բերում։ Մենք արդեն խաղաղությունում ենք ապրում, տարածաշրջանը եռում է, եթե մի ժամանակ ես անընդհատ ասում էի, որ վառոդի տակառի վրա ենք եւ ցանկացած բայի խցանը կարող է դուրս թռնել եւ Սոդոմ Գոմոր տեղի ունենա, Հայաստանի իշխանությունը զբաղված է խեղկատակությամբ, որպեսզի շատ պոլիտկորեկտի շրջանակում փորձեմ բնութագրել ամեն ինչ։ Սա խեղկատակություն է, այսինքն ինչ պիտի աներ Հայաստանի ղեկավարությունը, նվազագույնը Իրано-իսրայելական 12-օրյա պատերազմից հետո, նվազագույնը, պարբերաբար պետք է հրավիրեր ազգային անվտանգության խորհրդի նիստեր, պարբերաբար այդ նիստերում պիտի քննարկվեին 4-5 բաղադրիչից բաղկացած, որովհետև անվտանգային օրակարգը չի սահմանափակվում բացառապես ռազմական ուժի ցուցադրմամբ կամ հակառակորդի տվյալ դեպքում թշնամու գործողությունների սանձահարմամբ կամ սանձազերծմամբ, հա, այլ այդ անվտանգային օրակարգը մի քանի բաղադրիչ ունի, առաջին հերթին տնտեսական, էներգետիկ, սննդանվտանգություն, համաճարակների կամ պատերազմական վիճակներում առողջապահական անվտանգությունը տնօրինելու խնդիր, միգրացիոն հոսքերի
կառավարման եւ ռիսկերի նվազեցման խնդիր, պետության պաշտպանունակության եւ մարտունակության բարձրացման ուղղված միջոցառումների, համալիր միջոցառումների ձեռքբերում, դաշնակցային հարաբերությունների ամրապնդում։ Հիմա փորձենք այս 8 եւս 10 բաղադրիչ կարող եմ ավելացնել իհարկե, բայց նույնիսկ եթե այս 8-ով բավարարվենք, փորձենք հասկանալ, թե ինչ արել մեր պետությունը այսքան ժամանակ։ Ամենակարևորը, էներգետիկ եւ տնտեսական անվտանգության առումով մենք որևէ ռեսուրս այս պահի դրությամբ ամենայն դեպս հասարակությանը հասանելի ինֆորմացիայի մասին է խոսքը։ Մենք չգիտենք ինչ պիտի անենք։ Պետության ներսում ապրող քաղաքացին, Հայաստանի քաղաքացին չգիտի ինչ պիտի անի նման պայմաններում։ Չգիտի ինչպիսի միջոցառումներ ձեռք պիտի առնի, եթե չկարողանան հայ-իրանական 42 կիլոմետրանոց սահմանին էթնոգրաֆիայի փոփոխության, ժողովրդագրության հնարավոր փոփոխության պայմաններում մեր պատասխանը ինչպիսին պետք է լինի։ Մեր ժողովուրդը չգիտի։ Մեր ժողովրդին մատուցում են այնպիսի էժան թատերական ներկայացումներ, ներքին լսարանը այնպես են զբաղեցնում իրենց ոչ վայելուչ բառ եմ ուզում գործածել, իրենց խայտաբղետ եւ ամբարո սերիալներով, մեկը սրանից բաժանվեց, մեկը չգիտեմ ինչ եղավ, մեկը պերաշկի է ուտում, մեկը 32 ատամները բացել է, նարդի է խաղում, որպեսի չկրվեմ։ Դուք հասկանում եք մենք ուր ենք հասել։ Դուք հասկանում եք, որ մենք չունենք իշխանություն, որը կարող է ոչ թե երաշխավորել, նվազագույնը խոսել ժողովրդի հետ, որ տարածաշրջանում սպասվում է նման վիճակ, որ նման վիճակում մեր սահմանապատ ծառայությունները կամ մեր բանակը բերվել է մարտական առաջին պատրաստվածության կամ կա հրաման համար 1 կամ սցենարային պլանավորում պետք է լինի, որ պետք է միգրացիոն հոսքերը փորձել կառավարել այստեղից երբ որ գալիս են։ Սա լավագույն առիթն է, քարտ բլանշն է Ադրբեջանի համար, ինչի մասին վերջին 5 տարվա ընթացքում, ես նվազագույն 5-6 տարվա ընթացքում անդադ խոսում եմ, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում առաջինը օգտվելու է Ադրբեջանը։ Հիմա պատկերացրեք 100 հազարավոր միգրանտների կամ փախստականների հոսքը, եթե Իրանից բարձրանում է դեպի օկուպացված Արցախի տարածք, որն այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է, եւ դեպի Հայաստանի Հանրապետության սահման, խնդրեմ ինձ ասացեք, Ադրբեջանը մենք իրավունք ունենք մտածելու կամ մտահոգվելու, որ Ադրբեջանը կարող է օգտվել այս հնարավորությունից եւ ասել լավագույն պատմական շանսն է ստեղծվել այսպես կոչված 300,000 կամ 400,000 ադրբեջանցիների անվտանգության նկատառումով վերադարձը Հայաստան, որովհետեւ սա իրենց հայրենիքն է եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք ունենք իրավունք այդ մտահոգությունների մասին խոսելու, ունենք իրավունք։ Մենք ունենք իրավունք պահանջելու իշխանությունից համապատասխան նվազագույն ինֆորմացիոն դաշտը հագեցնելու կանխարգելիչ եւ անվտանգային կարևորագույն մեսիջներով, բայց մենք տեսնում ենք բնականաբար հակառակը։ Հաջորդ հարցը, արդյոք Հայաստանի Հանրապետությունը անվտանգային առումով հաշվարկել է ռիսկերը կամ կառավարելի դարձրել է այդ ռիսկերը միգրացիոն հոսքերի, որովհետեւ սա պատերազմ է եւ մենք գործ ունենք 85 միլիոնանոց պետության հետ, որի հյուսիսային երկու հարևանները ունեն սահման, ցամաքային սահման եւ ցանկացած պահի կարող են այդ միգրացիոն հոսքերը խախտվել պարզապես։ Հիմա մենք չունենք այդ ամեն ինչը։ Ներողություն եմ խնդրում, չունենք տեղեկություն, չունենք վերլուծություն, չունենք ինֆորմացիա, դաշտը լցված է տեղեկատվական աղբով, լցված է իշխանական խաժամուժի առօրյայով եւ ցավոք սրտի Facebook-յան հանրույթի, հայկական Facebook-յան հանրույթի օրակարգային թեմաները դարձել են հենց այս թեմաները եւ ոչ թե ռեգիոնալ պատերազմի դեպի գլոբալի աճողի կամ ցուցանիշների առումով ամենայն դեպս ռիսկեր պարունակող այս կոնֆլիկտի վերաբերյալ օբյեկտիվ եւ այսպես ասեմ Հայաստանը մեծ դիրքորոշումների հրապարակմանը մենք չենք տեսնում այդ ամեն ինչը։
Ադրբեջանն ու Թուրքիան վերջին այն ինչի մասում են բնականաբար պատկերացրեք վերջին կես ժամվա ինֆորմացիայի հիմքով եմ ասում, մինչև կմտնեի ուղիղ եթեր, տեսա Հական Ֆիդանի եւ Աբբաս Արաղչիի, Իրանի արտգործնախարարի եւ Թուրքիայի արտգործնախարարի հեռախոսազրույցը, փաստորեն պատերազմի մեկնարկից 8-9 ժամ անց միայն Թուրքիան փորձեց հայտարարությունների մակարդակով նվազագույնը ցույց տալ, որ միջնորդական դերակատարում է ուզում անել, իրականում մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս պատերազմը բոլոր առումներով ձեռնտու է նաև Թուրքիային, որովհետև Թուրքիային որպես տարածաշրջանային ախոյանի ձեռնտու է թույլ Իրան ունենալը, կառավարելի Իրան ունենալը, ամերիկյան եւ իսրայելական պահանջներին ենթարկվող Իրանի գոյությանը, որովհետև այդպեսով իր տարածաշրջանային քաշն ու կշիռը կբարձրանա։ Ես շատ եմ խոսել քրդական գործոնի էվոլյուցիայի մասին, շատ եմ խոսել Սիրիայում, Սիրիա-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, նաև Իսրայելի դերակատարմանը, բազմիցս եմ անդրադարձել։ Բայց այս ամեն ինչից հավատացնում եմ ձեզ, Թուրքիան օգտվելու է մեկ կարևոր գործոնով։ Թուրքիան վերջին մեկ ամսվա ընթացքում համենայն դեպս իրենց հետազոտական լրջագույն կենտրոնների սեղանին կար այդ տարբերակը, որ եթե պատերազմը տարածաշրջանայինից վերաճի եւ Իրանի գործողությունները լինեն անհամաչափ, Թուրքիան իրեն իրավունք պետք է վերապահի 30 կիլոմետր խորությամբ ստացել անվտանգային զոնա կամ անվտանգային գոտի բուն Իրանի տարածքում։ Սա մեծագույն վտանգներից եւ ռիսկերից մեկն է, որը տեսականորեն նվազագույնը առկա է, թեև իրանական պատասխաններից կարելի է ենթադրել, որ այս պայմանությամբ Իրանը վերահսկում է վիճակը։ Ես վստահ եմ նաև, որ մաքուկային դիվանագիտություն է տեղի ունենում, այսինքն իրանցի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ թե արտասահմանում, Թեհրանից դուրս բնականաբար, թե դեսպանությունների միջոցով որոշումների ընդունման ուժային կենտրոնների հետ եւ համաշխարհային կենտրոնների, մայրաքաղաքների հետ այսպես բանակցությունները վարում են, պարզ է, որ Իրանին ձեռնտու չէ նման պատերազմի մեջ ներգրավվելը, բայց ակամայից իրենք ընդունեցին այդ մարտահրավերը, որովհետև Միացյալ Նահանգները ոչ մի տարբերակ չէր թողել իսրայելական ճնշմամբ բնականաբար, ոչ մի տարբերակ չէր թողել Իրանին։ Ինչու, որովհետև դու չես կարող որևէ պետության հետ բանակցային սեղանի շուրջ նստել հավասարը եւ ասել ես պիտի հետդ բանակցեմ, բայց դու պիտի հրաժարվես սրանից։ Այն ինչ այսօր տեղի ունենում կամ բանակցությունների սեղանին Ժնևի մասին է խոսքը հիմնականում, որտեղ Օմանի միջնորդությամբ տեղի ունենում այդ բանակցությունները Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, սկզբից ինչ ասացին, որ եկեք խոսենք միջուկային ծրագրի հետագայի մասին։ Լավ, Իրանը համաձայնվեց։ Հետո ասացին, որ բալիստիկ հրթիռներ ունեք։ Հետո ասացին, որ միջմայրցամաքային հրթիռներ ունեք, դրանց խնդիրներ պետք է քննարկել։ Հետո ասացին եւ այլ, ամենավերջում, երբ որ փաստի առաջ կանգնեցին, որ դուք ունեք կրոնապետություն, որը ցեղասպանում է սեփական քաղաքացիներին եւ այլն, այդ խնդիրները պիտի քննարկենք եւ ինչ ստացվեց։ Դրանից հետո Իրանը հայտարարեց, որ մենք միայն մեկ օրակարգի շուրջ ենք բանակցելու, միջուկային բանակցությունների հետագայի շուրջ ենք բանակցելու, այնպես որ դուք այլ խնդիրներ մի առաջացրեք, բայց սա ամերիկյան բանակցային տակտիկա է, դիվանագիտություն նույնը արեցին Սադամ Հուսեյնի ժամանակ։ Հիշեք սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ամերիկյան մեդիա հսկայական քարոզչական աշխատանքը, որ կատարում էր դեմոնիզացնելու կամ սատանայի կերպարը ստանալու, Սադամ Հուսեյնից իբր քիմիական արսենալի է տիրապետում, վերջում սեպտեմբերի 11-ի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովը, կոնգրեսական հանձնաժողովը ոչ մի այդպիսի բան չգտավ, եւ Միացյալ Նահանգները առհասարակ չկարողացավ գտնել որևէ քիմիական արսենալ Սադամյան Իրաքում։ Հիմա նույն սցենարն է կրկնվում, այսինքն վհատեցման քաղաքականություն է իրականացվում, վհատեցնող բանակցություններ են ընթանում եւ այդ վհատեցնող բանակցություններում մի քանի տարբերակ է դրվում սեղանի վրա, որից դու պիտի
ոչ թե հրաժարվես, այլ պիտի փորձես դրանց շուրջ բանակցել։ Իրանից վերցնում ես իր ռեժիմի գոյությունը, իր ինքնիշխանությունը, իր հրթիռային համակարգը, որ ամբողջ Մերձավոր Արևելքում ամենաուժեղ հրթիռային համակարգն է, Իսրայելն ու Թուրքիան նույնիսկ չունեն նման համալիրներ, եւ հետո պիտի հրաժարվես դրանից, ինչի շուրջ բանակցել քեզ հետ, ի վերջո, կամ դու ինձ ինչի տեղ ես դրել առհասարակ որպես պետություն, եթե ուզում ես անատամ դարձնես ինձ, որից հետո մենք փորձենք իրար հետ պայմանավորվածություն հանգել, չկա այդպիսի բան, դուք կուզեք պատերազմ, որևէ խնդիր չկա, բայց մենք պատրաստ ենք այդ պատերազմին։ Եվ սրա վկայությունն էր նաև այն, որ Իրանը բավական հանդարտությամբ եւ տուրք չտալով մեդիա եւ հոգեբանական հուժկու պատերազմին, որը իր դեմ վարվում էր այս վերջին հատկապես 2-3 ամսվա ընթացքում, բանակցությունների ընթացքում, տուրք չտվեց այդ ամեն ինչին։ Եվ ամենավերջին սցենարի մասին եմ ճիշտ ասած ուզում խոսել, որ ինչ կարող է լինել տարածաշրջանի հետ, եթե տարածաշրջանը մտնի մեծ պատերազմի մեջ։ Անկեղծ ասած, ես հակված չեմ մտածել, որ Իրանի ոչնչացումը ձեռնտու է Արևմուտքին։ Այսինքն այն երկու սցենարները, Իրաքի եւ Սիրիայի սցենարը կամ դե ֆակտո Իրաքի նման ֆեդերալիզացիան Իրանի, դարձնել դե յուրե, դա իհարկե ժամանակը ցույց կտա, բայց այս պատերազմի հետևանքը ես այդպեսին չեմ տեսնում, որովհետեւ նախադրյալներ որպես այդպեսին չկան եւ այդ անկախ ճնշումներից Իրանի ժողովուրդը ամենայն դեպս ցույց է տալիս, որ տուրք չի տալիս արտաքին միջամտությանը եւ արտաքին միջամտությունը իր համար ուղենիշային չէ։ Նույնիսկ եթե շահի որդին, որը արտաքսված է եւ ապրում է Միացյալ Նահանգներում, նույնիսկ եթե նույնիսկ Նաթանյահուն, որ կոչ են անում, որ սա պատմական շանս է հրաժարվելու կամ առհասարակ ձերբազատվելու կրոնական ռեժիմից, որը ձեզ պահել է բլոկադայի մեջ եւ այլն, Իրանի ժողովրդի արձագանքը բավական հետաքրքիր է այդ իմաստով եւ իրենք սա դիտարկում են սեփական ինքնիշխանության, սեփական պետության կործանման նողված ինչ-որ քայլեր, ինչին բնականաբար ընդդիմանում են։ Տարածաշրջանային մեծ պատերազմ, որը կկլանի բոլորին, միշտ հավանական է, որովհետեւ որևէ մեկը որևէ երաշխիք չունի, որ Իրանում չեն փորձի գնալ կամ հատել կարմիր գծեր, որոնք սովորաբար ընդունված են մեծ պետությունների հետ պատերազմում չտրորել, հա։ Թել Ավիվը արդեն ռմբակոծվում է, մենք գիտենք Եմենից։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի իսկապես հուժկոհարված, ես քիչ առաջ նաև լսում էի Իրանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, այնպիսի հետաքրքիր հանդարտություն կար իրենց պատասխաններում, որ իրենք պատրաստված են այս ամեն ինչին եւ հաշվարկում են, որ նվազագույնը 15 օրից 20 օրվա երկարատև հյուսող գուցե պատերազմի մեջ մտնելով իրենք ունեն բավականաչափ ռեսուրս նվազագույնը չեզոքացնելու Իրանի մասնատման գլխավոր վտանգը, հա, պետության տարածքային ամբողջության եւ ինքնիշխանության պահպանումը։ Սա առաջինը։ Երկրորդը Էփշտեյնի դոսիեներ ամերիկյան հասարակության եւ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու խնդիր կա։ Եվ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է խաղաղության անվան տակ այս ամբողջը իրականացնել։ Չմոռանանք փոխնախագահ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը այս տարածաշրջան նախորդեց այս հարվածներին ընդամենը 2 շաբաթով 10 օր 10-15 օր եւ պարզ է որ Վենսը այստեղ չէր եկել կամ այս տարածաշրջան չէր եկել այս անձնավորությանը վարչապետի աթոռը զբաղեցնողին ասել որ քեզ սատարում ենք եւ տեսեք շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս է Հայաստան եւ տալիս է Հայաստանի իշխանությանը այնինչ ուզում է լսել որ սա լավ տղա է he's our guy he's a good guy he's a good leader լավ տղա է մեր տղան է չգիտեմ մենք աջակցում ենք նրան իսկ Ադրբեջանի հետ
Միացյալ Նահանգները կնքում է ռազմավարական գործակցության կամ գործընկերության պայմանագիրը։ Սա այն ամենն է, ինչ որ ստացավ Հայաստանը այս ԱՄՆ փոխնախագահի այցից։ Այսինքն անհրաժեշտ էր, որ Միացյալ Նահանգները մեր դեսպանությունը իրեն մեջտեղից ճղի գնա այդտեղ ամերիկյան ադմինիստրացիային ասի խնդրում ենք ասեք, որ մենք աջակցում ենք սրան, իսկ Ադրբեջանին գնաց եւ ասաց, որ դու մեր գործընկերն ես եւ ռազմավարական գործընկերը։ Վաղը միսօր չմեղադրեք Միացյալ Նահանգներին, որովհետեւ վստահաբար հարցրել են, թե դուք ինչ եք ուզում, այս սրանք էլ ասած պիտի լինեն, արի մեզ աջակցի, որպեսզի մենք վերընտրվենք, մենք ուրիշ բան չենք ուզում։ Եվ լղոզված ինչ որ ստից խոստումներ էլի, բան 9 միլիարդ, չգիտեմ ինչ եւ այլն։ Big Bubble, երկու հատ Big Bubble բերեցին, տվեցին, իսկ Ադրբեջանի հետ բնականաբար դեռ չեմ խոսում, որ իսրայելական, ամերիկյան, հետախուզական, անվտանգային կառույցները շատ լուրջ աշխատում են Ադրբեջանում եւ Ադրբեջանը կարողանում է զենք կուտակել եւ ամենավերջին փաստը սպառնալից տոնով խոսել Հայաստանի հետ հենց Մյունխենի 62-րդ անվտանգության գագաթնաժողովում 10 օր առաջ եւ հարցազրույցում հստակ նշեց, ընդգծեց, որ Հայաստան թշնամի է, թշնամին պետք է իմանա, հա։ Սա էլ խաղաղության այն պատրանքը, որում մենք ապրում ենք եւ այս իշխանությունը, այս տխեղծ իշխանությունը, այս խեղված իշխանությունը ասում է, որ մենք արդեն իսկ խաղաղության մեջ ենք ապրում եւ այս ամբողջ զարգացումների ֆոնին Ադրբեջան նախագահը դարձյալ Հայաստանն անվանում է թշնամի, դարձյալ խոսում է սպառնալիքների լեզվով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հրամայականից սկսած մինչեւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթի կամ նարատիվի վերաակտիվացումը։ Փորձեմ ամփոփել, այն ինչ տեղի ունենում Իրանում մեզ համար ցավալի սցենար է։ Ես իմ վերջին հարցազրույցներից մեկում ասում էի տա Աստված այն բանակցությունները, որոնք ընթանում են Ժնևում, հաջողությամբ պսակվեն, ինքս չհավատալով դրանց հաջողությանը, որովհետև Միացյալ Նահանգները խնդիր ունի Հորմուզի նեղուցից սկսած մինչև Չինաստան մատակարարվող ամսական մինչև 2 միլիարդ դոլարի նավթամթերքի կասեցումը Իրանից դեպի Չինաստան, բայց Չինաստանը փոքր խաղացող չէ, Չինաստանը մի քանի տարի առաջ Իրանի հետ կնքել էր միջպետական պայմանագիր 3 տասնամյակի վրա ձգվող, Չինաստանը նաև ունի ռազմական ներկայություն իր տնտեսական շահերը պաշտպանող հենց Իրանում, Չինաստանը միաբևեռ աշխարհից դեպի դրական բազմաբևեռություն գնացող աշխարհում լրջագույն դերակատար է, լրջագույն խաղացող է։ Եվ այս առումով աջակցում է Իրանին, չմոռանանք, որ ընդամենը 1 ամիս առաջ Չինաստանի արտգործնախարարության պատասխան բավական կոշտ էր եւ հստակ էր Իրան տարածքային ամբողջությունը քանդելու կամ այդ puzzle-ը քանդելու ամերիկյան ծրագրի դեմ միայն Չինաստանն էր, որ նշեց, որ մենք կաջակցենք եւ կպատասխանենք նմանատիպ զարգացումների դեպքում եւ անցած 1-1.5 ամսվա ընթացքում Չինաստանը բավական լուրջ տեխնիկա է մատակարարել Իրանին, գումարած բնականաբար Ռուսաստանն էլ է մատակարարել։ Այսօր լսեցի Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի եւ Մեդվեդևի հայտարարությունը, որտեղ խիստ գնահատականներ էին տրվում, ակնհայտ է, որ ուկրաինական ճակատում Միացյալ Նահանգները չի կարողանում ստիպել պաշտոնական Կիևին, պաշտոնական Մոսկվայի պահանջները, որոնցով էլ կազդարարվեն ի վերջո պատերազմական գործողությունների ավարտը։ Փաստորեն մեկ տարածաշրջան եվրասիական տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կամ նվազագույն հրադադար հաստատելու ամերիկյան ջանքերի տապալմանը հաջորդեց Մերձավոր Արևելքում մեծ կամ գլոբալ պատերազմի վերաճելու պոտենցիալ ունեցող պատերազմով եւ այս պատերազմում ոչ ոք չի հաղթելու։ Պատերազմներում սովորաբար փորձում են ռիսկերը կառավարել դարձնել կամ դուրս գալ նվազագույն կորուստներով, բայց ոչ ամբողջական հաղթանակով կամ մասնակի։ Պատկերացրեք Իրանը այս պատերազմից հյուծված դուրս է գալու տնտեսապես եւ էներգետիկ առումով, Իսրայելն է նաև հյուծված դուրս գալու
եւ ինչու ոչ արաբական երկրները, սոցիալ-արաբական երկրները, որոնք ամբողջությամբ հանդիսանում են Միացյալ Նահանգների պրոքսիները այս տարածաշրջանում եւ այսպես ասենք դաշնակիցները։ Միացյալ Նահանգները ինքը շահեկան դուրս կգա անկախ ամեն ինչից, որովհետեւ Միացյալ Նահանգներն էլ է ձեռնտու տարածաշրջանում ունենալ վերահսկելի Գուլիվերներ։ Թուրքիա, Իրան, Իսրայել այս երեք պետությունները, որոնք տարածաշրջանային մրցակիցներ են, տարածաշրջանային ախոյաններ են եւ բոլորի վերահսկողությունը ի վերջո կլինի Միացյալ Նահանգների ձեռքերում։ Սա այն պատերազմի խորքային նպատակներից մեկն է նաեւ, որտեղ բոլորը պատերազմում են բոլորի դեմ, հետո նստում են բանակցության սեղանի շուրջ, ինչ որ մի բանաձև գտնում են, այսպես ասենք, խաղաղության կամ միմյանց վրա չկրակելու, բայց բոլորն էլ հյուսված են դուրս գալու առաջին հերթին տնտեսապես։ Միացյալ Նահանգները խնդիր ունի սպիտակ երեսով, սպիտակ դեմքով դուրս գալ այս ամեն ինչից, որովհետև այս պատերազմում եթե նահանջեց Միացյալ Նահանգները սկսված պատերազմում, Միացյալ Նահանգների ներսում շատ լուրջ խնդիրների է հանդիպելու։ Արդեն իսկ կան ազդանշանները, որ ամերիկյան հասարակության մեծ մասը դրականորեն չի վերաբերվում հանրապետական ադմինիստրացիայի մոտեցումներին պատերազմի եւ խաղաղությանը։ Մեդիա էֆեկտը բնականաբար գործում է հանրության վրա, մարդիկ գիտեն, որ խնդիրը ընդամենը այստեղ Այաթոլլահի ինստիտուտի հարցն է, բայց խորքային առումով բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ Չինաստանի տնտեսական հեգեմոնիայի դեմ պատնեշներ եւ պատվարներ կառուցելու հարցն է։ Նաեւ Ռուսաստանի եւ Իրանի դերակատարում եւ Չինաստանի դերակատարումը այս տարածաշրջանում չեզոքացնելն է եւ ամբողջությամբ հորիզոնական մակարդակում ամերիկյան կամ բրիտանական տարբեր բաներ են իհարկե, բայց մեծ հաշվով նույն ուղղությունն են հետապնդում։ Ռուսաստան, Չինաստան, Իրան չեզոքացնել եւ այս տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով նրանց հնարավորություն տալն է ծրագրերը ընդլայնելու եւ վերահսկողության տակ պահելու։ Կտևի 10 օր, 15 օր, 1 ամիս մենք մտել ենք շատ ծանր փուլ։ Մեր ժողովրդին ես մաղթում եմ տոկունություն, զգոնություն, կազմակերպվածություն, որտեղ պետություն գոյություն չունի, համակարգ գոյություն չունի, կապիկություններով են զբաղված, թատերական ներկայացումները նույնիսկ կպատվազրկեմ, թատրոնի ներկայացուցիչներն այդպիսի բառ գործածելով, բայց իրենց արածը պարզապես ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, որովհետև իրենք չեն ելնում Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային պետական նպատակներից եւ շահերից, իրենք զբաղվում են բացառապես իրենց աթոռները պահելու հարցով, դեռ քարոզարշավը պաշտոնապես չմեկնարկած իրենք բոլոր ռեսուրսները ի գործ են դնում իրենց վերարտադրելու համար, մնում է միայն քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորել, ինքնակազմակերպվել եւ հասկանալ, որ ցանկացած պահի այս պատերազմը ռեգիոնալից կարող է ընդլայնվել եւ հասնել անկանխատեսելի մասշտաբների, իսկ ես որևէ վստահություն չունեմ, որ սահմանի վերահսկողությունից սկսած մինչև սննդամտանգություն, մինչև տնտեսական անվտանգություն, մինչև ռազմական բաղադրիչ այս իշխանությունները ունեն ցանկություն, ունեն կամք եւ ունեն կարողունակություն ընդհանրապես պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը կամ նվազագույնը ռիսկային բարձր գոտուց այսպես տեղափոխելու ավելի ցածր ռիսկայնության կամ կառավարելի ռիսկերով տարածքներ։ Տոկունություն եմ մաղթում մեր բարեկամ դաշնակից ժողովրդին, Իրանի ժողովրդին, մեր եղբայրական ժողովրդին, Իրանի ժողովրդին, եւ կարծում եմ, որ այս վերջին մի քանի տարվա ընթացքում
իրեն հասցված վտանգները խելամտորեն կկարողանան հաղթահարել եւ ի վերջո որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի որպես ազգությամբ հայ ընդամենը չեմ ասում ուրիշ ոչ մի բան եւ որպես մասնագետ որպես քաղաքագետ շատ մեծ հույս ունեմ, շատ մեծ ցանկություն ունեմ, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղան եւ այս խնդիրը կփորձեն կարգավորել բանակցությունների միջոցով։ Ես որպես մի ազգի զավակ, որը տեսել է Արցախի հանձնում, Արցախում պատերազմ, երկու պատերազմ ընդ որում, որպես որդիների, զավակների, երեխաների կորուստը տեսած հայ շատ եմ ցավում այն եւ ինձ ցավակցություն եմ հայտնում իրանցի եղբայրական ժողովրդին այն փոքր դեռատի աղջնակների զոհվելու կապակցությամբ որոնք զոհ գնացին այս ռմբակոծությանը, իսրայելական ռմբակոծությանը, իսրայել-ամերիկյան 40 րոպե առաջվա տվյալով նրանց թիվը հասել էր 51-ի արդեն փոքրիկ երեխաներ, դպրոցական երեխաներ, որոնք պարզապես ռմբակոծության զոհ են դարձել։ Դեռ չեմ խոսում, որ արժևում նմանատիպ ռմբակոծությունների պատերազմ էին վերջում։ Նմանատիպ ռմբակոծությունների պայմաններում մենք դեռ շատ զոհերի մասին ենք լսելու եւ փախստականների մեծ հոսքի ականատես կարող ենք լինել։ Նվազագույնը, չգիտեմ, ես որևէ ակնկալիք չունեմ այս իշխանությունից, երբևէ չեմ ունեցել եւ չունեմ եւ չեմ ունենալու, բայց սա չեմ ասում, որպեսզի կոչը հնչի նրանց, բայց կապիկություններով զբաղվելու փոխարեն անվտանգության խորհրդի արտահայտումից հրավիրեք եւ հասկացեք, թե մեր պետությունը ինչ ռեսուրս ունի եւ ինչ ռեսուրս պետք է ներգրավել նվազագույնը տարածաշրջանում պայթող այս վիճակից դուրս գալու նվազագույն կորստներով, նվազագույն խնդիրներով։ Ինչպես պիտի կառավարվեն այդ հոսքերը։ Ռադիկալ արմատական խմբավորումների ի հայտ գալու դեպքում մեր պետությունը ունի ասելիք, թե ոչ այս տարածաշրջանում, թե պիտի ապավինեն պաշտոնական Անկարայի բարեհաճությանը եւ համատեղ փորձեն այդ անվտանգության խնդիրները լուծել։ Սրանք հարցեր են, որոնք կարծում եմ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, որը ապրում է այս դաժան պահերը, իսկ պատերազմը շատ դաժան է, մենք տեսել ենք այդ ամբողջը գիտենք։ Եվ լիահույս եմ, որ իսկապես խելքը, դիվանագիտությունը, սառնասրտությունը ի վերջո կհաղթի եւ մենք այս ամենից նվազագույն կորուստներով դուրս կգանք։ Այսքանն էր։ Պարզապես ուզում էի որոշ վերլուծություններով եւ մտահոգություններով կիսվել մեր հայրենակիցների հետ, մեր հետևորդների հետ։ Քաղաքական առումով տարածաշրջանը եռում է, զգուշություն եւ զգոնություն պետք է դրսևորել, նվազագույնը բացի հյուսիս-արևմտյան հատվածներից, Եվրոպա, Եվրասիական տարածաշրջան եւ Ռուսաստան բացի այս տարածքներից օդային տարածքները փակ են դեպի հարավ, Հայաստանից դեպի հարավ, եւ մեր բոլոր հայրենակիցները արդեն ունեն տեղեկություններ, որ տարբեր ճամփորդություններ են մեկնել, բայց չեն կարողանում էմիրությունների կամ Կատարի միջոցով հասնել այստեղ։ Աստված պահապան բոլորիս եւ թող Աստծո աչքը նաեւ լինի իրանցի եղբայրական ժողովրդի վրա, որպեսզի այս ամբողջ դժվարությունները կարողանա պատվով հաղթահարել եւ իր ճակատագիրը, իր պետությունը, իր ինքնիշխանությունը կարողանա պահպանել իր ցանկացած ձևով։ Շնորհակալություն, պինդ եղեք, մինչեւ նոր հանդիպում։